Երկրորդ կիսամյակից աշխատավարձերի բարձրացման հետ կապված որոշակի աշխատանքներ դեռևս հունվար ամսից են կատարվել, ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը։ Պաշտոնական դրույքաչափերը, որոնք կարգավորվում են աշխատավարձերի մասին օրենքով, արդեն հստակեցված են։ Օրենքում չընդգրկված աշխատողների աշխատավարձերը կանոնակարգելու համար պետք է հիմնվել նվազագույն աշխատավարձի վրա, որը հուլիսի 1-ից կազմելու է 50,000 դրամ։ Նվազագույն աշխատավարձի նկատմամբ պիտի բազմապատիկ գործակից սահմանվի։ Վարչապետ Արա Հարությունյանի խոսքով աշխատավարձերի նոր մոդելի կիրառումը նպատակաուղղված է վարձատրության չափերի միջև գոյություն ունեցող հարաբերակցության անհամապատասխանությունները շտկելուն, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջև հիմնավորված տարբերակում մտցնելուն, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության եւ միասնականության ապահովմանը։ Այն հնարավորություն կտա ձերբազատվել ավելորդ խոսակցություններից, հրաժարվել անձնական մոտեցումներից ու միջնորդություններից։ Այս տարիների ընթացքում անընդհատ խոսակցություններ են ունեցել, որ ինչքանով է ճիշտ ենթադրենք, ասենք, հենց նույն կառույցում մի քանի պողակներ կա, բայց այդ քանի պողակների աշխատավարձերը սկսած հենց ղեկավարի աշխատավարձերը կամ մնացած մասնագետների աշխատավարձերը մի քիչ չի համապատասխանում, ասենք, բոլոր պողակների աշխատավարձերին։ Հիմա պահը եկել է, որպեսզի մենք կարողանանք այդ պողակների թե ղեկավարների, թե ընդհանուր առմամբ, ասենք, կառույցում աշխատող, տվյալ պողակում աշխատող աշխատողների աշխատավարձերը կարգավորենք։ Հաշվարկներ կատարելու ընթացքում մեծ դժվարություններ են առաջանում հենց պողակների մասով, ասաց նախարարը եւ միաժամանակ ծառացած խնդիրները համատեղ լուծելու առաջարկ արեց։ Սպարտակ Թևոսյանը առաջարկում է պողակների համար սահմանել 3 չափորոշիչ եւ որոշել, թե տվյալ կազմակերպությունն իր գործունեության առանձնահատկությամբ, ծանրաբեռնվածությամբ, ոլորտային գործառույթներով դրանցից որին է համապատասխանում։ Աշխատավարձի նոր մոդելը կիրառելի պիտի լինի նաև պետպատվերով աշխատող փակ բաժնետիրական ընկերությունների եւ այն փակ բաժնետիրական ընկերությունների համար, որտեղ կառավարության մասնակցությունը 51%-ից ավելի է։ Անհրաժեշտ է նաև այդտեղ էլի ձեռնամուխներ, որպեսզի լինի նվազագույնի նկատմամբ, ասենք, բազմապատիկ գործակիցներով, սկսած ղեկավարից դուրս եկած ընդհանրենք մնացած ազնագազմով։ Խնդիրն այն է, որ բոլոր ոլորտներում աշխատավարձերը համակարգվեն եւ հիմք դրվի առաջիկա տարիների աշխատավարձային քաղաքականության համար։ Ոչ մեկի աշխատավարձերի իջեցում չենք նախատեսում, բայց միևնույն ժամանակ, եթե յուր ժամանակին այդ ինչ որ պատճառներով այդ աշխատավարձերը բարձր է եղել, ասենք, դա պետք է մենք հավասարացնենք, պետք է համապատասխանեցնենք։ Սա կարևոր է։ Ֆինանսավորումները պետական, ոչ միայն աշխատավարձները, ֆինանսավորումները, ծրագրային ֆինանսավորումները եւս պետք է չափորոշիչներով կանոնակարգվի։ Տրամաբանությունը պետք է դնվի եւ արդարացի սկզբունքով վերաբաշխում կատարվի։ Խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվեց մինչև ամսվա վերջը տեղերում համապատասխան աշխատանք տանել։ Ֆինանսների նախարարությունն իր հերթին պատրաստակամություն հայտնեց խորհրդատվական եւ մեթոդաբանական աջակցություն ցուցաբերել բոլորին։ Գոհար Ռուստամյան, Սամվել Սայան, օր։